Ձեզ ուզում եմ նախ հարցնեմ եկեղեցու հետ կապված իշխանությունը պարբերաբար խոսում է եկեղեցում հարկային դաշտ բերելու այս հանգամանքից, ես ուզում եմ ձեզ հարցնել կոնկրետ ինչ մասով է եկեղեցին հիմա հարկեր վճարում եւ որ մասով է որ դուք էլ օրինակ մտածում եք այդ մասին եւ գուցե նախաձեռնություն լինի, որ եկեղեցին հարկային դաշտում հայտնվի։ Ճիշտ ասած նման քննարկում եւ նախաձեռնություն այս բանի չկա։ Հարկեր վճարում չէ, ես հարցնում եմ որ մասով է այս բային եկեղեցին հարկեր, չէ, իշխանությունը պարբերաբար է խոսել այդ մասին, հիմա էլ խոսում է, նկատում եմ։ Ես այս բանին եմ ասում, ես ինքս էլ որևէ քննարկման չեմ մասնակցել, նման քննարկում չի եղել։ Հրակելական եկեղեցու հետ է որտեղ։ Այո։ Եվ ինչպես է վերաբերում այս օրերի եկեղեցու նկատմամբ իշխանության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում եւ երկրի վարչապետի հրավերների։ Չեմ կարծում, թե դա պետք նախագահի կողմից մեկնաբանության հարց է։ Եվ քաղաքական թիմի անդամ եք, կիսում եք, հա, բոլոր այդ գրառումները։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ, նախ սկսենք այդտեղից։ Երկրորդն էլ դա չեմ կարծում պետք նախագահի մեկնաբանության հարց է։ Արգելից հիմա ես որպես պետք նախագահ այստեղ կանգնած ձեր հարցերին եմ պատասխանում, հետևաբար թույլ տվեք չմեկնաբանել դա, որովհետև դա իմ աշխատանքը չէ։ Արգելից նորից նույն հարցն եք տալիս, ես նույն պատասխանն եմ կրկնելու։ Լավ, երբ որ ասում են, որ պետք է թափանցիկություն ապահովի եկեղեցին, ինչ նկատի ունեն, եթե եկեղեցին հարկեր վճարում է, թափանցիկություն ասելով ինչ են հասկանում, դες այս հարցը չի հետաքրքրում։ Եվ ինչ անհրաժեշտություն կա։ Անկեղծ ասած չեմ լսել, ինչ կոնկրետ ինչ թափանցիկության մասին է, հարկերի վերաբերյալ թափանցիկության մասին եք խոսում։ Այդ մասով էլի դուք ներկայացեք, պարոն Հակոբյան, եկեղեցու հետ հարցված է։ Հա, հարկերի վերաբերյալ թափանցիկության մասին եք ասում։ Առասարակ ասում են եկեղեցու գումարների հետ կապված նվիրատվության պետք է թափանցիկություն։ Որ անթափանցիկության կամ թափանցիկության մասին է խոսքը, այն մասով ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է։ Որևէ խնդիրներ չկա հարկ վճարում։ Այս պահին որևէ խնդիր, այսինքն իմ պետական եկամուտների կոմիտեի նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն փորձենք հասկանալ, եթե նման խնդիր կա։ Այսինքն անհիմն է քննադատությունները, եթե հարկերը վճարեն, անհիմն է այդ քննադատությունները, մեղադրանքները, այսինքն եկեղեցին հարկերը վճարում է, ամեն ինչ նորմալ է, բայց մասին վերջի շրջանում ճիշտ ասած խոսակցություն որպես այդպեսին ես չեմ հիշում, որ եղած լինի այսինքն։ Դե անցած տարի ես պետական եկամուտների կոմիտեում չեմ եղել։ Առանձին падգամավորներ հիմա էլ են խոսում, դուք տեսնում եք անհրաժեշտություն ուսումնասիրել այդ հարկերի վճարման բանը, եկեղեցու հետ կապված պարտականությունները եւ ինչ որ խնդիր է ստեղծում կարծում։ Տեսեք, մենք վարչարություն ենք իրականացնում, եթե վարչարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, այդ համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ այս խնդիրները կան, խնդրում ենք շտկեք։ Այսինքն այս բանին կարող ենք արձանագրել, որ այդպիսի խնդիր ձեր վարչարությամբ Ես ասացի չեմ առնչվել այս ընթացքում իմ կառավարման, բայց ես ասացի, որ ինքս այտենց մանրամասն չգիտեմ, թե որ մասով է վճարում եւ որ մասով ոչ, այն մասով, որ առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի։ Այն մասը, որ իր հիմնական եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այդպեսին վճարում է առևտրային գործունեության մասով եկեղեցին վճարում, երբ որ հարկի չէ վճարում, նման միտք եք արտահայտել։ Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ։ Պարոն Հակոբյան, Դրանում է կայանում, հա, քաղաքացիների երջանկությունը։ Գիտեմ հարկերը վճարում, բայց Իսկ երջանկությունը ինչպես եք սահմանում դուք։ Երջանկությունը օրինակ ոչ բարձր հարկերը, օրինակ ինչպես մտավ շրջանառության։ Հաստատ դա չի երջանկացել։ Դուք տանում եք նյութական դաշտ։ Ես ավելի հայեցողական հարց եմ բարձրացնում։ Ես ասում եմ, չէ, դա դուք եք նյութական աշխարհում ապրում եւ անկեղծ ասած խորհուրդ կտամ հոգեվոր կյանքով էլ ապրել ձեզ։ Հասկացաք ես ինչ։ Ահա, ես հիմա բարձա, ես հարկ վճարելու մասին երբ խոսում եմ, տեսեք, ես ասում եմ հարկ վճարելը դա պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից։ Ներդրում մեր մեծ ընտանիքի բյուջե, մեծ ընտանիքի բյուջե ասելով ինչ է, այսինքն օրինակ ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ իմ ընտանիքի անդամ։ Եթե ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ ընտանիքի անդամ, յուրաքանչյուրս իր ներդրում պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող
գործողություններ անել։ Տարբեր բաներ վարչապետն էլ էս վերջի ելույթի ժամանակ նշեց. կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն, բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է։ Տեսեք, դուք հիմա ինձ վճարում եք, տեսեք, կա տարբերություն, ճիշտ է։ Կավարտեք ստանում եւ հարկվում եք նույն հարկային օրենսգրքով ինչ որ մեկ, որոնք ովքեր ստանում են օրինակ ավելի ցածր աշխատավարձ, հետեւաբար այդ հավասար ընտանիքի մոդելը չի բաղկացող։ Տեսեք, հետաքրքիր հարց եք տալիս, բարձր աշխատավարձի մասին չքննարկենք, թե ով ումից ինչքան շատ է ստանում, յուրաքանչյուր մարդ իր բարձր աշխատավարձի իմ աշխատավարձերը ճիշտ ասած հրապարակված են։ Հայտարարագրում հրապարակված են, կարող եք հանգիստ տեսնել։ Ամսական 1.7 միլիոնի շրջանակներում։ Չէ, տեսեք, դրանք ամեն ինչ հերթով, դրանք ամբողջը հրապարակված են, իսկ ինչ վերաբերում է հարկին, լսեք, հարցը տալիս եք, լսեք, որպեսզի պատասխանեմ։ Ինչ վերաբերում է հարկին, յուրաքանչյուրն էլ իր ստացած աշխատավարձի եւ եկամտին համեմատորեն պարզ է, որ ավելի շատ է վճարում։ Այսինքն, եթե օրինակ ձեր աշխատավարձը ավելի ցածր է կամ իմը կամ հակառակը, յուրաքանչյուրս էլ համապատասխան հարկերը վճարում ենք։ Ես ինքս միշտ վճարել եմ եւ շարունակում եմ նորմալ վճարել։ Դա խնդիր չկա։ Հիմա ինչ է տեղի ունենում, ներդրում ենք կատարում եւ այդ ներդրման արդյունքում ձևավորվում են հանրային բարիքներ, որոնց մասին նշեցի, առանց որոնց երջանիկ լինելը անհնար է։ Հիմա այս ընկալման մասին է խոսքը։ Ես չեմ ասում հարկ վճարելն է երջանկություն։ Ասեմ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե մեր համար առաջին հերթին, այլ բոլորիս համար։